Բարի լույս սիրելիներ։ Գիտեք ինչ է տեղի ունենում մեզ հետ, երբ մենք Աստծո շնորհն ու ողորմությունն ենք ստանում, բայց չենք պահում հավատարմությունը այդ շնորհի նկատմամբ։ Երբեմն տեսնում ես մարդկանց, ասում ես, չէ՞ որ այս մարդը այն հավատացյալ մարդն էր, ով Քրիստոսին ընդունել էր, ով հասկացել էր, որ հավատքով պիտի ապրի, բայց հետո մի անգամից ավելի կործանման է գնում։ Օրինակ իմ փորձառության մեջ, կարճ փորձառության մեջ լինում են դեպքեր, երբ մարդը խնդիրներ ունի, գալիս է դեպի եկեղեցի, գալիս է դեպի Աստված, դառնում է Աստծուն, հրաժարվում է իր խնդիրներից, իր մոլուցքներից, կարծեք թե ամեն ինչ լավ է իր մոտ, բայց որոշակի ժամանակահատված անցնելուց հետո տեսնում ես ավելի խրված իր խնդիրների մեջ։ Ինչու է այդպես։ Որովհետև մարդը շարունակականորեն չի ուզում հավատարմություն պահել Աստծո խոսքին։ Տեսեք Երեմիայի մարգարեության 32-րդ գլխում ինչ պատգամ է ուղղում Երեմիայի միջոցով մեր Տեր Աստված Իսրայելին։ Նրանց տվեցիր այս երկիրը, ինչպես երդվել է իրենց հայրերին, տալ նրանց մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Նրանք մտան եւ ժառանգեցին այն, բայց ագանջ չդրեցին քո ձայնին եւ չընթացան ըստ քո հրամանների, եւ այն ամենը, ինչ նրանց պատվիրեցիր անել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։ Սա ազգին եւ ժողովրդին է վերաբերում, բայց ես սկզբից ասացի, որ անձնային ապրումի մեջ նախ եւ առաջ պիտի հասկանանք, որ Աստված մեզ տալիս է եւ մենք պիտի կարողանանք հավատարմություն ունենալ Տիրոջ տված պատվիրանի նկատմամբ։ Իհարկե, անձնական մեր ապրումից, եթե անցում կատարենք ազգային ապրումին, նույնը նաեւ ազգի համար պետք է ասել, որքան բարիքներ է շնորհել մեզ որպես ազգ Տեր Աստված, եւ որքանով ենք մենք հավատարիմ մնացել այդ բարիքներին, որքանով ենք կարողացել արդարացնել, որքանով կարողացել ենք Աստծուն ասել, որ Տեր, իսկապես մենք արժանի ենք այդ ամեն ինչին։ Եվ այսօր ցավոք սրտի ունենք այն, ինչ ունենք, բայց երբեք ուժ չի հասկանալու եւ դառնալու դեպի Աստված, որովհետեւ այն ինչ որ Տերն ինքն է պարգևում, այդ պարգևները կարող են մեր կյանքում հարատևել։ Հետևաբար նախ մեր անձնային ապրումի մեջ այսօր պիտի հասկանանք, որ կարող ենք Տիրոջ շնորհները վերականգնել եւ այդ իսկ պատճառով ենք մեծ պահոց ընթացքի մեջ եւ մեր ազգային ապրումով պիտի հասկանանք ամեն բան հնարավոր է Աստծո կողմից նորից ձեռք բերել, նորից վերադարձնել եւ նորից ունենալ որպես ազգ, որպես ամբողջականություն, որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ։ Հուսանք Տիրոջը եւ Տերը մեզ ամոթով չի թողնելու։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։